բյուրոկրատիայից ազատելու համար։ Շնորհակալություն, հաջորդ հարցը, խնդրեմ պարոն Դանիել։ Պարոն Սիմիդյան, դուք ասացիք, որ գործը հեշտացնում եք, առաջիկայում գիտեմ, որ դուք մեծամասնություն եք, ինչ էլ որ ստեղ ընդդիմությունը խոսամ եք այս օրենք հանձնելու է, ես հարցի մի այլ կողմից եմ ուզում նայեմ, իսկ այդ ընթացքում, որ մաքրման աշխատանքներ տարվեն, դուք այդ գործը հեշտացնեք, վերահսկողության մեխանիզմները ո՞նց է լինելու, որ օրինակ այդ գետի մաքրման աշխատանքների արդյունքում, օրինակ ով է որոշելու, այս ծառը կտրվելու է, թե չի կտրվելու, օրինակ այս մի գործառույթ արվելու է, չի արվելու, նմանատիպ բաներ էլի, ասենք դա մի քիչ լավ է այդ, որ բյուրոկրատիան քչացնում ենք, բան ենք անում, բայց այն որ ունքը դզելու տեղն էլ աչքն էլ չանենք, այդ էլ է մտահոգիչ, կուզեմ դրան անդրադառնանք։ Խնդրեմ պարոն Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Դանիելյան։ Դրա հետ կապված մենք այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չունենք կարգավորումներ, թե ինչպես պետք է գետերի հուները մաքրվեն։ Գետերը մաքրվեն ընդհանրապես։ Դրա հետ կապված ստեղծվել է աշխատանքային միջգերատեսչական խումբ, որի մեջ տարբեր գերատեսչություններ են մտած եւ որպես օրինակ վերցվել է երկու գետ, սևանթափվող երկու գետ, եւ այդ երկու գետի վրա կատարում է հիմա այդ միջգերատեսչական խումբը իրականացնում աշխատանքներ, որ ուսումնասիրություններ իրականացնելու ու դրա հիման վրա արդեն կստեղծվի այն համապատասխան կարգը, թե մենք ինչ կարգով ենք գետերի հուները մաքրելու, թե ինչ ձևով են գետերի հուները մաքրելու, եւ այն հարցերը են շատ ճիշտ հարցեր դուք տվեցիք, հենց այդ հարցերն էլ քննարկվելու են ու այդ հարցերի հետ կապված նաև լուծումներն է, թե որ գերատեսչությունը օրինակ որոշելու, թե ասենք այդտեղ չպետք է կառուցվի ինչ-որ շինություն, թե այն ծառը ոնց պետք է կտրվի, ով պետք է կտրի, ինչ չափանիշների հիման վրա պետք է կտրվի, այսինքն չափանիշները մշակվում ու այդ համաձայն այդ չափանիշների արդեն այդ կարտացոլվեն մյուս գետերի մաքրման վրա։ Տենց վարժություն ենք իրականացնում։ Շատ լավ, այդ շատ կարևոր է, որովհետև շատ դեպքերում մենք ականատես ենք լինում, երբ որ ինչ որ մի գործ անելուց կապ չունի գետի հուն են մաքրում, թե ինչ որ միտեղ շինարարություն են անում, ասեն որ երրորդ դեպքն է, պուրակ սարքելուց կամ մենք տեսնում ենք ապոլի ծառահատումներ։ Օրինակ շինթույլտվություն են տալիս դպրոց սարքելու, գնում ես տեսնում ես եղևնիները կտրված։ Այս վերջում է Դիլիջան համայնքի հետ կապված էլի աղմկահարույց դեպքը, դրանից առաջ էլ մի քանի օր առաջ էլ մենք նաև բուսաբանական այգու, այսինքն ինչ որ մեկը իրան վերապահում է, շատ դեպքերում է նաև ռիսկեր կա, որ նաև հետ ողորում են անում, այդ թղթերը բանը հետո են պատրաստում, որ ծառերը կտրում են, հետո նոր թուղթը բերում դնում տակը։ Այսինքն խնդիրներ կա, որ մարդիկ, ես ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել նմանատիպ գործընթացներին, որ սա եւ կոռուպցիոն ռիսկեր է, եւ դատախազության գործեր է, մարդիկ տապորինություններ են գործում, իրանք են որոշում ծառը կտրեն, չկտրեն, այս մի գործառույթ հանեն, չանեն, այսինքն դրա համար պետք է այդ եւ օր առաջ պետք է լինի այդ չափորոշիչները, թե մարդիկ ինչ իլիազորություններ ունեն անելու, ինչ չունեն ընդհանրապես վաղ ոչ մի բանին ձեռ չտալու, որևէ մի բանին ձեռ չտալու։ Եվ դրա համար ես եթե այդ բանը գործընթացը գնում է, մենք էլ մեր պատրաստականություն ենք հայտնում նման բաներ անելուց մենք միշտ պատրաստ ենք, որ մենք էլ մեր ինֆորմացիայով, մեր գիտելիքներով, մեր կարողականությամբ օգնենք։ Պարոն Դալինյան, ես արձագանքեմ, հենց մեր խոսակցությունից կարծում եմ արդեն ունեք տպավորություն, որ եթե մեծամասնություն ենք, եթե օբյեկտիվ ճշգրիտ դիտարկում կա, կդիտարկենք, բայց եկեք այսպես պատկերացնենք, ծառ հատելը գետի հունի դեպքում այլ է, մասնավոր տարածքում, սեփական տարածքում այլ է, ես հիմա ձեզ ես օրինակ հիմի, եթե մասնավոր մարդը իր սեփական տարածքում ծառ է հատում, մենք ունենք նախագիծ, մենք ունենք պատկերացումներ, թե օրինակ այդ դեպքերում ոնց պետք է արձագանքենք եւ օրենսդրությունը նպատակ ունենք փոխելու, որ անգամ եթե քաղաքացին իր սեփական բակում ծառ է հատում, պետք է դրա համար գոնե համայնքին տեղեկատվություն փոխանցի, բայց նաեւ հասկանում ենք, որ սա պետք է այնպես անել քաղաքացիներին իրազեկելով, աշխատելով, որ օրենսդրությունը չանենք, հետո մարդիկ ասեն մենք մեր բակում մեր ծառը ուզում ենք հատենք, հիմա մենք մի հատ էլ դրա համար պետք է կամ տեղեկատվություն կամ թույլտվություն վերցնենք, ձեր դիտարկումները ճշգրիտ են, ճիշտ են, մենք այդ ամեն ինչի վերաբերյալ մեր պատկերացումները ունենք, կարող ենք նաև իրար հետ աշխատենք,
կամ պատկերացումներ, նախագծեր, որոնք կգան իրավական կարգավորները կտանք եւ այդ հարցերը կլուծենք։ Շնորհակալություն, ելի հարցեր։